Գյումրիի Սուրբ 7 Վերք եկեղեցում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ վաղը սպասվող պատարագից առաջ Շիրակի թեմի հոգևորականները իրենց անվերապահ հավատարմությունն են հայտնել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին և թեմի առաջնորդ ազատազրկված Միքայել arczepiskopos Աջապահյանին, հայտարարել, եթե Սուրբ 7 Վերք եկեղեցում կամ թեմի այլ եկեղեցիներում իրենցից բացի որևէ այլ անձ պատարագ մատուցի, դա կնշանակի, որ մեջբերում առաջնորդանիստը բռնազավթված է։ Նման քայլը կորակվի որպես Շիրակի թեմի օրինական գործողության խոչընդոտում և հավատացյալների իրավունքների խախտում։ Վաղվա պատարագից առաջ իրավապահները թեմի քահանաներին Նիկոլ Փաշինյանի անունից հորդորել էին պատարագի ժամանակ չհնչեցնել վեհափառի Միքայել Սրբազանի անունները։ Շիրակի թեմի բոլոր 29 քահանաները հրաժարվել էին կատարել այդ պահանջը և առայժմ հայտնի չէ, թե ով է վաղը պատարագելու Սուրբ 7 Վերք եկեղեցում։ Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը կոչ է անում այսօր երեկոյան 8-ին հավաքվել Զվարթնոց օդակայանի VIP սրահի դիմաց դիմավորելու Ֆրանսիայից վերադարձող ամենայն հայոց կաթողիկոսին։ Մտավախություն կա, որ Գարեգին II-ին փորձելու են կալանավորել կամ մեկուսացնել հենց օդակայանում։ Մամուլն այսօր գրել է, որ իշխանությունը նպատակ ունի տապալել կաթողիկոսի հրավիրած եպիսկոպոսատ ժողովը, որը պետք է տեղի ունենա հաջորդ շաբաթ։ Այս տարվա հունիսին հազարավոր քաղաքացիներ ուշ ժամի հավաքվել էին օդակայանում Արաբական Միացյալ Էմիրություններից վերադարձած վեհափառին դիմավորելու։ Ողբերգական ավտովթար է եղել Երևանի Պրոշյան փողոցում, միմյանց են բախվել 29-ամյա կին վարորդի, 28-ամյա և 21-ամյա վարորդների մեքենաները։ Բացի ուժգնությունից մեքենաները բախվել են նաև կանգնված 4 այլ ավտոմեքենաների։ Հարի հետևանքով տեղում մահացել է վարորդներից մեկը։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նախնական տեղեկության նա եղել է ոչ սթափ վիճակում, չի ունեցել հայկական վարորդական վկայական, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։ Երևանում օդի աղտոտվածության մակարդակը ավելի ու ավելի տագնապալի է դառնում։ Հիդրոօթերոթաբանության և մոնիթորինգի կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն, բերի 26-ից դեկտեմբերի 2-ը մայրաքաղաքի, հատկապես կենտրոնական հատվածներում քաղաքացիները շնչում են շով հագեցած օդ։ Տրոն և Արաբկիր վարչական շրջաններում օդում փոշու պարունակությունը գերազանցել է լատրելի սահմանը գրեթե ամբողջ շաբաթ։ Գավիթում չափազանց փոշոտված է եղել օդը 3 օր։ Օջնորքում վիճակը նորմայի սահմաններում է եղել։ Agentները մայրաքաղաքի օդի աղտոտվածության հիմնական պատճառները համարում են 3-ը՝ կանոն շինարարություն, որի ընթացքում հաճախ չեն պահպանվում փոշու կանխարգելման նորմերը, ցապատում, ջրցանում, ծառերի հատումն ու կանաչ տարածքների կրճատումը, զրկել են քաղաքը բնական ֆիլտրերից։ Երրորդ պատճառը ավտոպարկն է և խցանումները, որոնք նպաստում են ազոտի երկօքսիդի կուտակմանը։ Ծաղկաձորի Կեչառիսի վանական համալիրի տարածքում հայտնաբերված եկեղեցի են այցելել Սպուտնիկ Արմենիայի մեր գործընկերները։ Եկեղեցին հայտնաբերվել է պատահական վանական համալիրի տարածքի բարեկարգման ժամանակ։ Սկզբում բանվորները խոտածած տարածքում հայտնաբերել են 2 տապանակար, ինչից հետո սկսվել են պեղումներ և տեղի է ունեցել խոշոր հնագիտական հայտնագործություն։ Հնագետներն ու պատմաբանները դեռ չեն գտել պատմական տեղեկություն կամ հիշատակում, թե ինչ սրբատեղի է սա, ինչպես է կոչվում։ Պատմիչների մոտ առայժմ տեղեկություններ չկան, եկեղեցու վերաբերյալ չնայած որ պրպտումները շարունակվում են։ Հայաստանում ամուսնությունները քչացել են, ամուսնալուծությունները շատացել։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն այս տարվա 10 ամիսներին հանրապետությունում ամուսնացել է 11574 զույգ։ Այս թիվը 1601-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս տարի արդեն ամուսնալուծվել է 4033 զույգ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ամուսնալուծություններն ավելացել են 157-ով։ Պակիստանն ու Աֆղանստանն ինտենսիվ հարվածներ են փոխանակել սահմանի երկայնքով։ Զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան։ Էսկալացիայի և արդեն 2 ամիս գործող հրադադարը խախտելու համար կողմերն իրար են մեղադրում։ Երկրների միջև հարաբերությունները վատթարացել են այս տարվա հոկտեմբեր ամսին Քաբուլին Պակիստանի ավիահարվածներից հետո։ Իսլամաբադը հայտարարել է, որ թիրախում են եղել Թալիբան շարժման առաջնորդները, ինչին հետևել են սահմանային բախումները։ Ավելի վաղ երկրները ժամանակավոր հրադադար էին հայտարարել։
I can't. ԱՄՆ հատուկ ներկայացուցիչները ուկրաինական պատվիրակության հետ 2 օր է ինչ բանակցություններ են անցկացնում, սակայն դրանք շրջադարձային մեծ նշաններ չեն տվել։ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում Ումերովը կրկին շեշտել է, որ Ուկրաինայի առաջնահերթությունն է այնպիսի կարգավորում, որը կպաշտպանի երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը, կապահովի քաղաքացիների անվտանգությունը եւ հիմք կտա բարգավաճ ժողովրդավարական ապագայի համար։ Կողմերը քննարկել են Վաշինգտոնի եւ Մոսկվայի վերջին բանակցությունների արդյունքները, այն քայլերը, որոնք կարող են մոտեցնել պատերազմի դադարեցմանը։ Ուկրաինական պատվիրակությունը շեշտել է, որ համաձայնագրի իրական առաջընթացը կախված է Ռուսաստանից, ներառյալ լարվածության թույլատումն ու սպանությունների դադարեցումը։ Բացի դրանից, առանձին քննարկվել է Ուկրաինայի վերականգնման ծրագիրը, որը նախատեսված է համատեղ տնտեսական նախաձեռնությունների եւ երկարաժամկետ զարգացման նախագծերի առաջխաղացման համար։ Մինչ Կիև այցելել է Ուիտքոֆը եւ Քուշները Մոսկվայում մոտ 5 ժամ տևած բանակցություններ էին վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Եվրամիությունը շարունակում է ԱՄՆ-ին իր գլխավոր դաշնակիցը համարել, չնայած երկրի ազգային անվտանգության քննադատությանը։ Այս մասին հայտարարել է Եվրամիության արտգործնախարար Կայա Կալասը։ ԱՄՆ շահագրգռված է, որ Եվրոպան գոյություն ունենա։ Մենք ինչպես նախկինում մնում ենք դաշնակիցներ եւ միասին աշխատում ենք տարբեր խնդիրների շուրջ, ասել է Եվրապաշտոնյան։ Ավելի վաղ ամերիկյան կողմը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ ռազմավարական կայունության վերականգնումը համարում է Եվրոպայի գլխավոր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը եւ որ իրենք ցանկանում են, որ Եվրոպան ստանձնի սեփական պաշտպանության ապահովման պատասխանատվությունը։ Միացյալ Նահանգների ազգային անվտանգության գերատեսչության խոսքով ԱՄՆ վարչակազմը հակասության մեջ է եվրոպացի պաշտոնյաների հետ, որոնցից շատերը ոտնահարում են ժողովրդավարական նորմերը։ Եվրամիությունը X սոցկայքին տուգանել է $140 միլիոն։ X-ի վերաբերյալ հետաքննությունը սկսվել է դեռևս 2023 թվականի դեկտեմբերին, երբ ընկերությունը կասկածվում էր թվային ծառայությունների մասին օրենքը խախտելու մեջ։ ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ն ավելի վաղ Եվրամիությանը հորդորել էր չանել նման քայլ։ Միությունը պետք է աջակցի խոսքի ազատությանը, այլ ոչ թե հարձակվի ամերիկյան ընկերությունների վրա անհեթեթ պատճառներով, ասել էր նա։ Ճապոնիայի Տոկիո քաղաքի թանգարանն այցելուներին զարմացրել է իր նորարարությամբ։ Այժմ թանգարանն առաջարկում է արհեստականորեն երկրաշարժի էֆեկտ ունեցող տաղավարը, որտեղ մարդիկ ուժեղագույն ցնցումների էպիկենտրոնում գտնվելիս պետք է փորձեն դիմակայել։ Դոնալդ Թրամփը ստացել է FIFA-ի խաղաղության մրցանակը ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոից։ Աշխարհի միլիարդավոր ֆուտբոլասեր մարդկանց անունից մրցանակն ամեն տարի շնորհվում է այն նշանավոր մարդուն, ով իր գործունեությամբ մարմնավորում է խաղաղության եւ միասնության առաջխաղացման անսասան նվիրվածությունը։ Թրամփը նշել է, որ իրենք փրկել է միլիոնավոր կյանքեր։ Նրա խոսքով Կոնգոն դրա վառ օրինակներից է։ Ես իրոք ցանկանում եմ կյանքեր փրկել, ինձ մրցանակներ պետք չեն, մենք իսկապես միլիոնավոր կյանքեր ենք փրկում եւ դա այն է, ինչ ես ցանկանում եմ անել։ Թրամփը հայտարարել է, որ իրենք այժմ աշխատում են նաեւ Կանադայի եւ Մեքսիկայի հետ։ Արարողության ժամանակ ԱՄՆ ղեկավարը բարել է իր հայտնի պարը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին Էրիկը 10 անգամ ավելի է հարստացել հոր նախագահության երկրորդ ժամկետի ընթացքում։ Ըստ Forbes-ի նա այժմ ունի $400 միլիոն, ավելի շատ, քան իր քույր եղբայրները։ Էրիկի ամենամեծ եկամուտը գալիս է American Bitcoin ընկերությունում բաժնեմաս ունենալուց։ Ավելի վաղ նա կազմակերպության շենքից տեսանյութ էր հրապարակել եւ ցույց տվել, թե ինչպես են ստեղծվում բիթքոյնները։